Հիշում ենք, չէ, դեկտեմբերին բյուջետային քննարկումների ժամանակ Փաշինյանն ասում էր, ինչի վրա թոշակառուները այդ 10,400 դրամը պիտի ծախսեն, մենք այդ կդնենք մի հատ առողջապահական համակարգում, թող իրենք դրանից օգտվեն։ Եթե հանկարծ առանց վիճակագրական տնտեսական հաշվարկների կառավարությունը սպոնտան բարձրացնում է թոշակները, սա նշանակում է սա նախընտրական տրամաբանության մեջ է ու ոչ երբեք տնտեսագիտական հաշվարկների։ Հիմա այս հարց եմ տալի, մեր թոշակառուների իհարկե շատ ավելի լավ կյանքի են արժանի եւ ոչ թե 10,000 դրամով, այլ լուրջ հաշվարկների արդյունքում շատ ավելի բարձր կենսաթոշակ պիտի ստանան։ Բայց հիմա հարց եմ տալի, այդ 75 միլիարդ դոլարը որտեղից ես գտնելու, որ առանց բյուջեում նախատեսելու կենսաթոշակ ես բարձրացրել, կարող է դա բերի բյուջետային լարվածության այլ ուղղություններում, կամ մեծացնի Հայաստանի պետական պարտքը, կամ բերի ինչ-որ ծրագրի չկատարման սոցիալական ու էլի վերջում այդ խեղճ թոշակառուին 10,010 ավելացնես, բայց 100,000 դրամի վնաս տաս։ Սա է լինելու նախընտրական կաշառքի լոգիկա է։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում և Telegram-ում։